Մասնակիցների առաջարկները հիմնական դատապարտություններում հետազոտում են կապվածությունների վերաբերյալ Աշխարհի քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 39-րդ կետով 22-րդ հոդվածով 517 հոդվածով նախատեսվող նաև գործակցության դատավարության մասնակիցների համար հավասար հնարավորություններ ապահովելու հանգամանքը դատավարության երկու կողմի առաջարկը ողջ ծավալով ընդունում է եւ հիմնական դատավարությունները կհետազոտվեն մեղադրանքի կողմի առաջարկած ապացույցները մեղադրական եզրակացության ինքնավստահություն նշված են ապացույցների առաջարկելու համար պաշտպանության կողմի առաջարկները եւ դատարանատունը ողջ ծավալով հիմնական դատացումը հետազոտել։ Դատարանի հետևությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ապացույցը ցանկացած փաստական շրջան, որով կարող է հաստատվել կամ երկրորդի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք, իսկ պաշտպանության կողմը կարող է ներկայացնել ցանկացած հանգամանք վիճարկելով մեղադրանքի, վարդյականացնող մարմինը պարտավոր է հանգամանքներից ստուգել ու պաշտպանություն մեղադրել բերված եւ հաճել ձևակերպված փաստարկները։ Դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմը հաճել ձևակերպված փաստարկները ներկայացրել, որով վիճարկվում է մեղադրանքի հիմքում դրված այս կամ այն հանգամանքը եւ դրա իրացման հնարավորությունը կոնկրետ ապացույցներ հետազոտել փաստական տվյալներ։ Այդ թվում նաեւ ստուգման ակտը կազմած հարկային տեսուչների հարցերից Այժմտականության հետ կապված քրեական դատավարությունը այն է ստուգում հետազոտում են մեղադրանքի կողմի ապացույցները, հետո հետազոտում են պաշտպանության կողմի ապացույցները։ Ինչ վերաբերում է մեղադրյալ թարգմանների պաշտպան Դավիթ Կարապետյանի կողմից հայտնած հանգամանքին, քրեական դատավարության օրենսգրքի 236.1 հոդվածի հետ կապված, եթե հիմնական դատավարությունների ընթացքում ձեռք կբերվեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք կարող են գնահատվել որպես մեղադրյալներից որևէ մեկի մեղադրանքը բացառող հանգամանք կամ մեղադրանքներից որևէ մեկը, դատարանը այդ ժամանակ քննության առարկա կդարձնի ներկայացված ցանկացած միջնորդություն։ Ապացույցների հետազոտման հաջորդականության